Զգույշ, անցյալը հիշեցեք և հեռուն նայեցեք, մի մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, հայ ժողովուրդն է այստեղ, Հայաստանն է այստեղ, այստեղ ամեն ինչ սուրբ է, այստեղ ամեն ինչ հավերժական է։ Կարեկին առաջին կաթողիկոսը, որ մշտապես միայն հայրենիքի տեսիլքն է ունեցել։ Իր կյանքի վերջին տարիներին որպես ամենայն հայոց կաթողիկոս երջանկություն ունեցավ, արժանացավ աստվածային մի մեծ պարգևի, իր կյանքի վերջին օրերը ապրելու իր ազատ անկախ հայրենիքի մեջ։ Իր հայրենիքի համար իր ջանքերը տալու, ոչինչ չխնայելու և անշուշտ հանգիստ աչքերը փակելու հայրենի հողի միջոցով միանալու իր Տիրոջ հետ։ Այլևս կոչված ենք որպես պետական ազգ մտածելու և ըստ այնմ ապրելու և գործելու, այլևս չենք և չենք կրնալ ըլլալ այն, ինչ որ էինք երեկ։ Մեր կաթողիկոսներից երևի ամենաերջանիկը այսօր մեր եկեղեցվո կահակալն է, Նորին Սուրբ Օծություն Տեր Կարեկին երկրորդ կաթողիկոսը, որ ապրեց թե մինչ անկախության շրջանին իր նպաստը բերելով մեր ազգին, հայրենասիրությանը, հայ ժողովրդին ու զավակներին և այսօր կարողանում է շատ ավելի ազատորեն գործել, քաջալերել և անշուշտ քաջալերվել այն կաղապարով, որ ինքը կանգնած է իր ազատ անկախ հայրենի հողի վրա, որ ամեն մի եկեղեցի վեր բարձրացող դեպի երկինք իր արմատները ունի մեր ազատ անկախ հայրենի հողի վրա, որ որևէ մեկը չի կարող այլևս ոտնձգություն անել։ Պարտք ունենք մեր հավատն ու հայրենիքը պահպանած ու մեր ժառանգած մեր նախնյաց, այս հողը մեզ շնորած ու միացնի էջքով այն սրբացրած Աստծո առջև։ Եվ մի լիցի մեզ տկարանալ ու ընկրկել մեզ վիճակված հրամայականների առջև, թերանալ առ հայրենին մեր պարտքի ու պատասխանատվության, առ Աստված մեր սուրբ ուխտի մեջ։ Փառք ամենակալին, այլևս 20-ամյակն ենք տոնում, երեկվա պատանի մեր հանրապետությանը, բայց այսօր արդեն չափահաս։ Չափահաս մի պատանի, որի իրավունքները քանի գնում են, այնքան շատանում են, որի պահանջները քանի գնում են, ավելի շատանում են։ Եվ մենք, որպես այդ հայրենիքի հոգ տանողները, պարտավոր ենք որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք, մեր զավակի նման նրա հոգը տանենք և երբևէ չմտածենք, թե այդ 20-ամյա պատանին պիտի մեր հոգը տանենք, որովհետև մեր հայրենիքը մեր սրբությունն է, իսկ սրբությունը միայն աղոթքով ձեռքի ափերի մեջ է պետք պահել ու փայփայել։ Այսօր շատ հստակ է, որ Հայաստանում ձևավորվում է կամ ձևավորման ճանապարհին է քաղաքացիական հասարակությունը, որի առաջ խնդիր է դրված լինելու հոգևոր ազատագրումը, հոգևոր պայքարի ձևերի կամ տեսակների մշակումը, օրենքների ձևակերպումը, որոնք բնականաբար բավական աշխատատար պիտի լինեն եւ կառավարության, եւ հասարակության, եւ եկեղեցու, եւ հանրության համար ընդհանրապես։ Պետությունը կարող է անկախ լինել, բայց պետության մեջ ազատ հասարակության ձևավորումն է, որ պետությանը կարող է տալ ազատ մագդիրը։ Այսինքն, եթե հասարակությունը ազատ չէ, պետությունը ինչքան էլ անկախ կամ ինքնիշխան լինի, միևնույն է, ներսում արդեն նորից հոգևոր ազատագրման
պայքարը եռալու է եւ ի վերջո տալու է կամ ցանկալի կամ ոչ ցանկալի արդյունքներ։ Մաղթանքս է, որ արժևորենք այն ֆիզիկական ներկա անկախ վիճակը, որ մենք ունենք, պետությունը, որ ստեղծել ենք, եւ փորձենք նաեւ արժևորել եւ ուժ տալ այն հոգեվոր ազատագրման գործընթացին, որը շատ էական եւ բաղկացուցիչ մասն է այդ ամբողջ գործընթացի, որ սկսվել է 1988 թվականից։ Խորենացին մեր պատմահայրը, քերթողահայրը, նաև շարականագիր հայրը մի շատ լավ արտահայտություն ունի։ Ասում է. լավ է մեռնել հայրենիքի համար, քան թե տեսնել, թե ինչպես են օտարները այն ապականում։ Ուրեմն լավ է մեռնել հայրենիքում եւ հայրենիքից դուրս, քան թե տեսնել, թե ինչպես է քո նմանը եւ քո ազգակիցը ապականում քո հայրենիքը։ Եկեք ուրեմն թույլ չտանք, որ որևէ մեկը ապականի մեր մշակութային, նյութական եւ հոգեվոր հայրենիքները, եւ մենք ինքներս չդառնանք այդ անեծքի բաժինը եւ ապականողների հետ չգնանք այդ ամբողին միախառնվելու, այլ մենք իսկապես մեր կյանքով զոհենք մեր աշխատանքը եւ ստեղծագործությունը եւ վստահաբար Աստված պիտի օրհնի եւ այս հողից պետք է բազում պտուղներ ծնեն եւ այդ պտուղները պետք է այս ազգի, այս հայրենիքի հավիտենական ժառանգության ապահովությունը տան։ Ամեն։ Հայրենիքը մենք ենք, յուրաքանչյուրս եւ ամենքս։ Միաբանությամբ ու համերաշխությամբ պիտի գծենք հայրենիքի ծառայության մեր ճանապարհը։ Սիրով միմյանց ծառայելով պիտի վկայենք մեր ճշմարիտ հայրենասիրությունը եւ մեծագույն հավատարմությունը հայրենիքին։